Ամուսնալուծությունից հետո կնոջը համարում են թողնված։ Այդքան հեշտ չէ, բաժանվել, ասել բաժանվել ու վերջ։ Այդ հերթով պետք է քանդեն թելերը։ Ամենամեծ խնդիրը տղամարդու դերի պակասն է մեր ընտանիքներին։ Կարծիք կա, որ ամուսնալուծությունը խարատ չի։ Ռուզկը խփել սեղանի, հրամաններ տալ, կինը պիտի կատարի։ Այստեղով է մեղավոր իրականում։ Մայրերը մեր ճիշտ տղամարդ չեն կարողանում դաստիարակել։ Ինչ անեմ, դանակը վերցնեմ, երկուսին էլ սպանեմ, որ հանգստանամ, չգիտեմ ինչ անեմ։ Իր կնոջը սիրող ինքն իրեն է սիրում։ Ողջույն, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Դուք գտնվում եք Riopen հեռուստաընկերության Հայը հաղորդման տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ սկզբում պիտի ձեզ խնդրեմ, որպեսզի ներկայացնեք ինքներդ ձեզ։ Սկսենք ձեզնից Տեր Եսայի ջան։ Եսայի Քահանա Արթենյան, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն։ Հոգևոր ծառայության ամբողջ ընթացքում շատ հաճախ մենք առիթ ենք ունեցել եւ հաղորդակից լինելու կամ հաղորդակցվելու լրատվական դաշտի հետ եւ այս ոլորտի հետ եւ բնականաբար մեր հիմնական առաքելությունը հովական ծառայությունն է եկեղեցում։ Շնորհակալ եմ։ Դուք Խաչատուր Գասպարյան, ես աշխատում եմ ինտրահոգեկանարության կենտրոնում, կլինիկական ղեկավարն եմ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի հիմնադիրն եմ եւ նաեւ աշխատում եմ ամերիկյան համալսարանում։ Անտիր, շնորհակալ եմ։ Ես Էլանի Զաքարյանն եմ, դուք դիտում եք Հայը հաղորդման երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկումը։ Այսօր քննարկելու ենք ամուսնալուծության թեման։ Եվ այսպես, հարց առաջին։ Ամուսնալուծությունից հետո կնոջը համարում են թողնված, իսկ տղամարդուն ազատ։ Ինչու՞։ Իմ կարծիքով դա կարող է տարբեր լինել, նույնիսկ եթե Երևանից 10 կիլոմետր հեռու գնանք, որովհետև մենք հոգեբանության մեջ օգտագործում ենք ստիգմա բառը, ստիգմա նշանակում է խարան, այսինքն ամուսնալուծված կինը եւ ինչու ոչ, որոշ դեպքերում ամուսնալուծված տղամարդը որոշակի խարանային վերաբերմունքի են ենթարկվում եւ որտեղ խարանը պակաս է, այնտեղ ամուսնալուծությունների թիվը ավելի մեծ է։ Օրինակ աֆրիկյան երկրներ կան, որտեղ ամուսնալուծություն չի լինում, որտեղ այնտեղ դա թույլատրելի չէ, որովհետև եթե ամուսնալուծվեն, պետք է նախապես ամուսնության ժամանակ ստացած գումարը կամ հարստությունը ինչ որ ստացել են, պետք է հետ վերադարձնեն, որը հնարավոր չի շատ անգամ։ Ուրեմն ես ասում եմ ամենաէքստրեմալ օրինակը եւ արևմտաեվրոպական երկրներում օրորի ավելանում է ամուսնալուծությունների թիվը, ընդ որում այսօր ավելի քիչ են ամուսնանում, միայն քաղաքացիական ամուսնություն են ձևակերպում մարդիկ, երբեմն նույնիսկ առանց պայմանագրի միասին համատեղ ապրում են, բայց նորից էլ պաշտոնական գրանցված ամուսնալուծությունների թիվը ավելանում է։ Ես ուզում եմ ուղղակի նշել, որ դա ձեր ասածը այդպես միանշանակ չի տարածվում բոլորի վրա։ Նույնիսկ այո, դուք հավանաբար շատ լավ գիտեք, որ մարզում ուրիշ կերպ է դա դիտվում, Երևանում բոլորովին ուրիշ կերպ։ Դուք ինչ կասեք։ Ընդհանուր առմամբ հիմնական խնդիրը կարծում եմ այդ սեռային տարբերությունն է եւ մարդկանց մեջ առաջին հերթին տարբեր սերեր տեսնելն է, այսինքն երբ որ մենք տեսնում դիմացին անկախ իր սեռային պատկանելությունից մարդ ենք տեսնում դիմացինի մեջ, կարծում եմ այդ խնդիրը շատ ավելի այսպես քիչ, այդ երևույթը շատ ավելի քիչ կդրսևորի մեր կյանքում, ինչը իհարկե միանշանակ դատապարտելի է։ Այդպես չի որ տղա, այո, հիմա մեր ընկալումների մեջ այդպես է, տղամարդը ազատ է, կինը արդեն այդ պիտակավորված վիճակում եւ շատ հաճախ կանայք էլ ամուսնալուծված, երբ որ գալիս են եկեղեցի, իրենք էլ ասում են, բա որ ամուսնալուծվեցի հետո նորից կյանքը շարունակելու, երկրորդ անգամ ամուսնանալու խնդրի առաջային ով կնայի մեր երեսին եւ այլն, այսպիսի մտածումներ կամ կարծրատիպեր կան։ Դրա համար ես միշտ այդ երևույթն ենք դատապարտելի արձանագրում, որ այստեղ ընկալումների հարց կա հասարակության մեջ մարդկանց, այսինքն ցանկացած երևույթ հասարակության կողմից չպիտի դառնա պիտակավորման առիթ եւ այդ սխալ ընկալումը, որ տղամարդուն ամեն ինչ կարելի է կնոջ կին ունի սահմանափակումներ, այս առումով բնականաբար անթույլատրելի։ Ես կարծում եմ նաեւ կրթության, դաստիարակության խնդիր կա։
Մարդուն ընդունել այնպեսին ինչպեսին կա, կապ չունի այդ մարդը ինչ կարգավիճակում է։ Այդտեղից սկսում է բուժումը նաև։ Կարող ենք ասել, որ ձեր խոսքից պիտի ենթադրենք, որ կինը եւ տղամարդը այդուհանդերձ հավասար են։ Միանշանակ։ Դուք ինչ կասեք։ Ինձ դատվում որ դա այդպես է, ինչ եք դուք դա հարցնում։ Դուք տարբեր եք կարծում։ Որովհետև գուցե հասարակության մեջ ընկալումներն են Ճիշտ է, տարբեր։ այո։ Ոց յուրաքանչյուր դեպքը տարբեր է։ Նույն ընտանիքի մեջ մեծանում են երկու տարբեր երեխաներ, որոնք ունեն արժեքային բոլորովին տարբեր կողմնորոշում եւ համակարգ, այնպես որ ես որպես հոգեբան ավելի նախընտրում եմ դեպքից դեպք քննարկումներ, անհատական, ասենք դուք ամուսնացություն բառը այսպես ընդհանուր բառ է, բայց եթե գնանք թե ինչ է թաքնված յուրաքանչյուր ամուսնալուծության հետևում, միտեղ ֆինանսական հարցեր են, միտեղ անհավատարմություն է, երրորդ տեղում հիվանդագին հակումներ են կապված ասենք նյութերի չարաշահման հետ, ալկոհոլիզմի եւ այլն, շատ տարբեր են, բայց մենք մի ֆենոմենի մասին ենք խոսում, դա տոկոսները դրանք այսբերգի երևացող մասն են, բայց թե ինչ է թաքնված ջրի հատակում, ինչպիսի ապրումներ, հուզական տվայտանքներ, շատ տարբեր է, ամեն դեպքը խիստ տարբերվում է մյուս դեպքից, հավատացնում եմ ձեզ։ Լավ, սիրահարվածությունը ավելի շուտ սիրահարվել է 5 վայրկյան է տևում ընդամենը։ Մարդուն սիրահարվելը 5 վայրկյանի ընթացքում է տեղի ունենում։ Բայց ամուսնալուծությունը բավականին երկար գործընթաց է։ Ամուսնալուծություններ կան տևում են երկար տարիներ, օրինակ 20-25 տարի։ Ինչու է այսքան բարդացվում այդ process-ը։ Նայած որտեղ է բարդացվում եւ ինչ առումով կոնկրետ հոգեվոր տեսանկյունից այդ process-ը կարող է երկարել զուտ այն տրամաբանությամբ, որ հոգեվորականը փորձում է ընտանիքը հաշտեցնել, թե չէ ասել, որ դե գնացեք ամուսնալուծվեք եւ ամեն մեկը ձեզ համար առանձին ապրեք, շատ հեշտ է դա ասելը, բայց եկեղեցու եւ կարծում եմ ցանկացած նույնիսկ նաեւ մեր պետական համակարգի չէ, համապատասխան կառույցների նպատակը նախ եւ առաջ փորձել անել ամեն բան, որ ընտանիքը չքանդվի եւ ընտանիքը պահպանվի, դա կարող է ժամանակ տևել, որովհետեւ եթե նայած ինչպես որ նշվեց, նաեւ պատճառները տարբեր են։ Նայած այդ պատճառն ինչքանով խորն է, այդ խնդիրները ինչքանով դա պետք է վերականգնվի կամ հնարավոր է հաղթահարել կամ ոչ։ Իսկ սա process-ը, սա էլ մեր կյանքի անբաժանելի մի մասն է, որ պիտի անցնենք։ Այդքան հեշտ չէ էլի բաժանվել, ասել բաժանվել ու վերջ։ Դուք ինչ կասեք իբրև հոգեբան։ Գիտեք, այդ 5 վայրկյան հետո տարիներ են անցնում, երբ մարդը որոշում է ամուսնալուծվել եւ այդ տարիների ընթացքում հազար ու մի տարբեր տեսակ թելերով նրանք կապվում են իրար հետ, հերթով պետք է քանդեն թելերը։ Այդտեղ կան իրավական խնդիրներ, կան եթե ընտանիքում երեխաներ կա, երեխաների ճիշտ կազմակերպելը եւ այլն։ Եվ ընդհանրապես ես այդ կարծիքին եմ, որ սիրահարվել, դուք ասացիք սիրահարվել, ճիշտ է, բայց իսկական սիրո օբյեկտը վերջին ուսումնասիրությունները խոսում են դրա մասին, որ դա մեր ներսում մեր հորինած երևակայական կերպար է, որին մենք սկսում ենք երկրպագել, ոչ թե իրական կերպար, որովհետև երբ որ մենք առնչվում ենք, հանդիպում ենք իրական կերպարին, ցնցվում ենք, որ բայց չէ որ ես այսպես էի հորինել այս մարդուն, չէ, ինքը այսպես վարվում։ Եվ ընդհանրապես ամուսնալուծությունների դեպքում էլ շատ անգամ խնդիրը սրվում է, որովհետև ամուսիններից մեկը ուզում է վերահսկել մյուսի վարքը, հագնվելու ձևը, արարքները։ Տեր Եսայի ջան, եկեղեցուն անդրադառնանք։ Մենք նկարահանումից առաջ արդեն խոսեցինք մասամբ այդ մասին, բայց կուզեի մի փոքր ավելի բացեինք փակագծերը։ Պսակադրությունից հետո զույգերի մեծ մասը այլևս չի գալիս եկեղեցի դիմելու իրենց խնդրով, օգնության, հա։ Ինչն է խնդիրը այստեղ, ով է խնդիրը, ինչու մենք չունենք այդ մշակույթը ընտանիքում առաջացած խնդիրների պարագայում դիմել այն քահանային, ով պսակադրել է այդ զույգին։ Պատճառները տարբեր են։ Սկսեմ նրանից նախ եւ առաջ։ Պատճառներից մեկը օրինակ քաղաքային
համայնքներում, կոնկրետ Երևան քաղաքում մի քիչ այդ առումով պատկերը բարդ է, հաշվի առնելով հոգևորականների պակասը եւ մարդկանց բնակիչների քանակը, որ հոգևորականները ֆիզիկապես ի վիճակի չեն այդ ամբողջ ծավալով Երևան քաղաքի բնակչությանը սպասավորել, հոգևոր այդ ծառայությունը մատուցել։ Դրա համար շատ կարևոր է, որ մարդիկ երբեմն նաև իրենք նախաձեռնող լինեն, որովհետև շատ դժվար է պատկերացնել հոգևորականը, որ կարողանա հասնել բոլորի տները, այցելել, դուռը ծեծել եւ շատ հաճախ նույնիսկ մենք ժողովրդին, հավատացյալներին հորդորում ենք, խնդրում ենք, որ դուք մի քիչ ավելի նախաձեռնող եղեք այս առումով։ Շրջաներում քաղաքից դուրս պատկերը մի քիչ այլ է, որտեղ այնտեղ ավելի փոքր համայնքներ են, գյուղական կամ համայնքային, որտեղ որ քահանաները, հոգևորականներ ունեն ծխեր, ճանաչում են մեկը մյուսի եւ այդ կապը փոխադարձ մշտապես պահպանում են, եթե իհարկե ընտանիքի զույգը հավատացյալը ցանկանում է, այստեղ բնականաբար ստիպողաբար ոչինչ լինել չի կարող։ Դե եթե եկեղեցում պսակադրվել է, տրամաբանորեն կարող ենք ասել, հնարավոր է, այո, տրամաբանությամբ այդպես է, բայց երբեմն նաեւ այդ օրինակը մենք չեն գալիս են եկեղեցի պսակադրվել, որովհետև այդպես ընդունված է կամ ավանդույթ։ Նաև այդ օրինակն էլ ցավոք սրտի մենք ունենք, բայց շատ նաև պատճառներից մեկը այն է, որ երբեմն երբ որ ընտանիքում լինում են խնդիրներ, տղամարդիկ չեն գալիս եկեղեցի, ավելի շատ կանայք են գալիս։ Տղամարդիկ մի քիչ ավելի այսպես կոմպլեքսավորվում են, չգիտեմ, կամ գուցե ամաչում են։ Շատ ավելի տղամարդկանց համար դժվար է գալ հոգևորականի հետ խոսել, կիսել, որտեղ շատերը մտածում են, թե սա մեր ներքին ընտանեկան հարց է, գնանք քահանային կամ չգիտեմ օտար ինչ-որ մեկին ինչի պատմենք մեր խնդիրների մասին, սովորաբար այս առումով ավելի շատ կանայք են լինում, երբ որ լինում են տանիքում խնդիրներ, գալիս են եկեղեցի եւ այս առումով փորձում ենք ամեն դեպքում անել ամեն բան, որ զույգերով միասին գան, հոգևորականի հետ զրուցեն, փորձեն այդ խնդիրներին լուծումներ գտնել։ Ինչ է անում եկեղեցին։ Եկեղեցին պատրաստ է, որևէ հոգևորական պատրաստ է այդ քահանայի, այդ ընտանիքի հետ, այդ զույգի հետ աշխատել, հանդիպել, խոսել, չգիտեմ, աղոթքով, նաև խրատներով հորդորել, գտնել լուծումներ, ոչ թե ուղղակի ասել, որ դե գնացեք համերաշխապրեք, որովհետև այդպես ընդունված է, այլ գտնել լուծումներ, այդ շատ կարևոր, որովհետև հա բոլորն էլ գիտեն, որ ամուսնացած պիտի դա լինի մշտական, այսպես, հա, միշտ պիտի միասին ապրեք, դա քանդել ընտանիքը չի, այս տեսականորեն բոլորս էլ գիտենք, բայց գործնականում բոլորովին մենք այլ պատկերի ենք ականատես լինում։ Ինչու տղամարդիկ չեն գնում եկեղեցի այս դեպքում։ Գիտեք, եկեղեցու այցելությունը, ես քիչ առաջ նաև քննարկում ենք մինչև հաղորդումը, մեր ժողովրդի մոտ մշակութային անհրաժեշտություն է, օրեր կան, որ մարդիկ գնում են, բայց ես վստահ չեմ, որ բոլորը հոգևոր պահանջի հիման վրա են գնում, նույնիսկ ասենք, շատ անգամ ես նկատել եմ, որ ասենք երեխան ծնվում է ընտանիքում շտապ կնքում են մի քանի ամսեկանում, բայց այդտեղ իրենց չի հետաքրում հոգևոր մասը, իրենց ավելի հետաքրում է հետո որտեղ են խմելու, ուտելու, այդ ավելի մարմնական ոնց որ հաճույքի հետևից են արտաքին զարդարանքների, որ ոնց նկարեն կամերան, լույսը, չգիտեմ ինչը, ոնց դնեն, ինչ հագնեն, բոլորը միտիսա գալիս են ցուցադրվելու։ Մենք մի դարաշրջան ենք թևակողել, որտեղ գերնյութապաշտական եւ գերցուցադրական ինչ-որ ժամանակներ ենք ապրում, որտեղ ամեն ինչ պետք է ցույց դնել, դուք այդ օրը ինչպես եք նախաճաշ արել, մարդիկ նկարում ցույց են տալիս, ինչպես են։ Պարոն Գասպարյան, իսկ կարող է հենց դա էլ է նաեւ նպաստում ամուսնալուծությունների այս ահռելի թվին։ Իսկ որ այդ մասը, որը մենք ուզում ենք ցուցադրենք, դա իրականությունը չէ, որովհետեւ ես նկատել եմ ամենալարված իրավիճակում մարդը, որ նկարում է, միանգամից ասենք դուք ինքներդ էլ ուշադրություն դարձած կնեք, ուզում եմ ներկայացնել, որ ինքը աշխարհի ամենաերջանիկն է, եւ այդ մրցակցության մեջ ով է ավելի թանկարժեք հյուրանոցում ապրում, ով է ավելի լավ սեղան պատրաստում կամ շքեղ ծաղիկներ նվեր ստացել ծննդյան օրը եւ շրջապատում է իր ծաղիկներով եւ նկարվում է։ Այդ մրցակցության մեջ մենք մոռանում ենք ապրել, կյանքը մեր կողքով է անցնում, փոխանակ ապրեք, մենք մտածում ենք ինչ անենք, որ ինչ որ մեկին ցույց տանք, որ մենք լավ ենք, բայց արդյոք այդ պահին մենք լավ ենք, մենք մեզ դա ուրիշ հարց է։ Այդպես որ եկեղեցու նույնիսկ ես օրինակ վերջերս մի քանի օր առաջ
մենք ծրագիր ենք անում վերադարձած գերիների հետ եւ գտնվում ենք Գյումրիում, ես այցելեցին տեղի եկեղեցին եւ ես այսպես նայում էի մարդկանց ու մտածում էի մի մասը տուրիստներ են, ասենք անի մեծ եկեղեցու ինչ որ փոքրիկ մակետն է, հետո չգիտեմ այդ գիտեն թե չգիտեմ, բայց գալիս են ավելի ոնց որ կներեք սխալ չհասկանալ, ոնց որ եկեղեցին դեռ ավելի թանգարանային նմուշ է, քան թե հոգևոր տեղ, որտեղ դու գնում ես հաստատելու, աղոթելու, Աստծո հետ կամ չգիտեմ, եթե Աստծուն չես հավատում, հոգևոր ինչ-որ ուժերի հետ հաղորդակցվելու համար։ Ինչու է այդպես? Իրականում կան նաև եւ տուրիստներ եւ մարդիկ, որոնք գալիս են եկեղեցի նայելու ճարտարապետությանը, չգիտեմ, պատկերներին եւ այլն, բայց դա էլ է նորմալ։ Այն իմաստով, որ շատ հաճախ մենք ասում ենք, ոչինչ թող գան, բայց այստեղ կարևորը նաև արդեն հոգևորականի առաքելությունը, շարունակությունը, այդ մարդուն դաստիարակել, սովորեցնել, որ ինչպես է ճիշտ եկեղեցի գալը եւ օրինակ մեզ համար շատ կարևոր է պատարակների մասնակցությունը մարդկանց եւ այս առումով բնականաբար ովքեր որ գալիս են պատարակների եւ լիարժեքորեն մասնակցում են սկզբից մինչև վերջ, այդ մարդիկ գալիս են կոնկրետ հոգևոր խորհրդի համար, ոչ թե պարզապես ճարտարապետության կամ որպես թանգարանի եւ այդ հոգևոր ապրումը բնականաբար մարդկանց մոտ կա եւ այդ առումով մեր եկեղեցիները լեփլեց ունեն մշտապես պատարակների, իսկ առհասարակ շաբաթվա մեջ օրինակ շատ հաճախ մարդիկ գալիս են ասում են ես եկեղեցի կիրակի օրերը պատարակին չեմ գալիս, որովհետեւ շատ մարդեր լինում, չգիտեմ, ես գալիս եմ շաբաթվա ընթացքում մի մոմ եմ վառում, մի մաղոտ քանում գնում եմ։ Դա էլ է լավ, բայց դա հոգևոր լիարժեք սնունդ չի կարող լինել մարդու համար, որովհետև երբ որ դու գալիս ես եկեղեցի ընդամենը քո խնդրանքներ Աստծուն ներկայացնելու, որ Տեր Աստված ես ունեմ ես ինչ խնդիր է, հիմա դու փորձի այդ խնդիրները դու մտածի ոնց ես լուծում, ես գնացի իմ գործերին, սա իհարկե հավատք չի, սա քրիստոնեություն չի։ Մենք գալիս ենք եկեղեցի Աստծուն լսելու, ոչ թե Աստծուն մեր բողոքները ներկայացնելու կամ մեր խնդրանքները ներկայացնելու։ Եվ բնականաբար եւ այդ երևույթը կա, եւ այդ բոլոր ժամանակում դա լինելու է, միշտ էլ դա լինելու է, միշտ էլ լինեն մարդիկ, ովքեր որ խորապես հավատում են, միշտ էլ լինեն մարդիկ, որոնք ավելի այսպես քիչ հոգևոր առումով պատրաստված են եւ բնականաբար սա process է նաեւ եկեղեցու առաքելություն է որ այս մարդկանց մենք ավելի առաջնորդենք գիտեք տնից դեպի եկեղեցի գալը եկեղեցու մուտք դեպի հասնելը շատ հեշտ ճանապարհ է այդ ճանապարհը բոլորին տրված է այ եկեղեցու մուտքի դրից մինչև խորան այդ կարճ ճանապարհը մի քանի մետր ամենաբարդ մարդու հոգևոր առումով մարդու կյանքի ամենաբարդ ճանապարհն է Նորից վերադառնանք մեր թեմային ամուսնալուծությանը ընտանիքի ինստիտուտը ամուր պահելու համար ինչ է մեզ պակասում այսօր Այդ ինստիտուտի հիմքերն են չէ խարխլվել միգուցե որ հիմա թվականակը շատ ավելի մեծացել է դուք վիճակագրություն ունեք Այո վիճակագրությունը անգիր չեմ հիշում բայց եթե դեմ չեք դուք խոսեք մինչև պարոն Գասպարյան Գիտեք կարելի է շատ այսպես թեզերի կամ տեսակետների մասին խոսել բայց Ես եթե շատ ուղիղ ու շատ գուցե շատ խիստ հնչի, ես կարծում եմ առաջին ամենամեծ խնդիրը տղամարդու դերի պակասն է մեր ընտանիքներում։ Ամենամեծ խնդիրներից մեկը։ Այդտեղից շատ խնդիրներ առաջանում են եւ շատ խնդիրներ դառնում են անլուծելի։ Եկեք մի շերտել իջնենք, բացենք, հասկանանք ինչ ասել է տղամարդկանց խնդիրները կամ տղամարդի իբրև խնդիրը։ Ես գուցե իմ ասածը շատ այսպես տեսական չլինի գործնական առումով, որտեղ ես ավելի շատ սիրում եմ եկեղեցում, ես շատ ավելի գործնական դրսևորում ունի։ Ես ինչ եմ նկատում կամ ինչն է մեր խնդիրը։ Մեր խնդիրը մայրերը մեր ճիշտ տղամարդ չեն կարողան դաստիարակել։ Այն դեպքում, երբ որ ընտանիքում մոր համար իր կյանքի տղամարդը իր տղա երեխան է, ոչ թե իր ամուսինը։ Էս էլի ամուսնու խնդիրն է։ Երբ որ ամուսինը տանը տղամարդ չի, ես տղամարդ հասարով նկատի չունեմ գումար բերող, տունը պահող։ Այդ տղամարդը կարող է փող աշխատի, տունը պահի, երեխաներին ամեն ինչով ապահովի, կնոջ ամեն ինչ ապահովի, բայց կնոջ համար չլինի տղամարդ ինքը։ Եվ այստեղ երբ որ մոր համար իր կյանքի տղամարդը դառնում է իր տղա երեխան, այդ տղա երեխայի համար հետագայում եւ իր դաստիարակությունը սխալ երեխայի զարգանում։ Եվ հետո
այդ երեխան էլ, այդ տղա երեխան չի կարողանում իր տեղը գտնել ընտանիքում եւ հասկանալ տղամարդկությունը կամ տղամարդ լինելը ինչ է։ Մեզ թվում է թե տղամարդ լինելը ընտանիքում ամուսինների պարագային, տղամարդ լինելը նշանակում է բռունցքը խփել սեղանին, հրամաններ տալ, կինը պիտի կատարի, կամ տղամարդն է որոշում ամեն ինչ։ Իհարկե այդպես չի։ Երբ որ եւ ես միշտ քննադատում եմ տղամարդկանց, երբ որ կանգնում են նման խնդիրների առաջ, որտեղ մեծ մասամբ տղամարդկանց աննրբանկատության, չգիտեմ այդ բառը հայերեն ոնց ասեմ, բայց անֆայմության, Ինձ էլ թողին չի շատ լավ է հնչում։ Գիտեք, այն որ չեն կարողանում որոշումներ կայացնել, երբ որ այս տարակուսանքը իրապես այդ մեծ խնդիր է։ Որտեղից է գալիս այդ խնդիրը։ Դե ասեցի, հիմնականում գալիս է դաստիարակությունից։ Երբանից է դա սկսվել, միշտ է այդպես եղել։ Գիտեք, այդ ես կդժվարանամ ասել, որ սերունդի մոտ է դա ավելի շատ։ Ես կարծում եմ իմ ավելի շատ սերնդի մոտ դա ավելի շատ է դրսևորված եւ մինչեւ 30-40 տարեկան այդ տղամարդկանց մոտ, չէ՞, այդ այսօր էլ այդպես այդ երևույթները կան, ոչ այդքան շատ, բայց կան։ Բայց այդ մեծագույն խնդիրն է, որ ես մեր մայրերին հաճախ եմ ասում, ձեր տղաների երեխաներին այդպես մի արեք, ինքը ձեր կյանքի տղամարդ է, ինքը ձեր երեխան է, եւ այդպես պետք է վերաբերվեք։ Այդ տղամարդիկ, երբ որ մեծանում են ամուսնան, իրենք չեն կարողանում ճիշտ ընտանիք կառուցել եւ պահպանել ընտանիքը։ Մենք կանդրադառնանք դեռ այս հարցին, դուք ինչ կասեք այս մասով։ Գիտեք, մեծ դիմաց շատ զույգերի խնդիրները, որ վեր են գլուծում, տեսնում ենք, որ շփոթում կա դերային անհամապատասխանություն։ Հաճախ ընտանիքում մայրը, տղայի մայրը ինքը ուզում է վերցնի գլխավոր դերակատարում եւ այստեղ շփոթվում են, այսինքն ամուսնալուծությունների մի զգալի մասը ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում դա երբ որ սահմանները հստակեցված չեն, ով ինչ դեր ունի եւ ինչի համար է պատասխանատու։ Սահմանները երբ պիտի հստակեցվեն։ Գիտեք, մայրը, ասենք օրինակ Նկատի ունեմ ամուսնանալուց հետո, թե ամուսնանալուց առաջ օրինակ։ Ինձ թվում է դրանք պետք է ի սկզբանե քննարկվեն, հստակեցվեն, բայց եթե տեղ կա, որ սահմանի մասին խոսվում է, արդեն իսկ դա մենք ավելի լավ չէ։ Բայց ես ուզում եմ հիշել մի դեպք, որ ինձ դիմաց էլի երեխայի համար էին դիմել, ես այդ ժամանակ երեխաների հետ աշխատում եմ, հիմա չեմ աշխատում, որ երեխան սենց հա պրոբլեմ ունի, վարքի խնդիրներ, հետո մենք քիչ ուզում եմ ասել, որ 97% դեպքերում երեխան սեփական խնդիրներ չի ունենում։ Եթե երեխային վարքի խանգարում ունի, պետք է պատճառը փնտրել մեծերի մեջ, վստահ եմ ձեզ ասում, փորձից եւ գրականությունից ելնելով։ Եվ երբ որ ես փորձեցի հասկանում ինչա պատահում էս ընտանիքում, որ երեխան էսպիսին է, ես հասկացա, որ հստակեցված չի դերերը, որովհետև տատիկը ուզում է ցույց տա, որ ինքն է ավելի լավ ճաշը եփում, ինքը ավելի լավ աշորը, էս ո՞նց է լվացել հագուստը մամադ։ Ավելի լավ է դաստիարակում։ Ոնց է քեզ թողել դպրոց ուղարկել։ Այսինքն այդ մրցակցության մեջ, որտեղ տղան շվարած վիճակում է եւ չի կարողանում կողմնորոշվել, թե ով է առաջնորդը, հա։ Ես կուզենայի օգտվել ձեր այս ընձեռնված լսանից եւ ասել մեր սիրելի մայրերին, որ մի շփոթեք մայրական սերը ընտանիքում, կարծեմ եկեղեցում այդպես շրջադարձային պահ կա, չէ՞ որ երբ որ արդեն դուք ամուսնությամբ ծեսը անում եք, ասում եք, որ տղային թողնի հորն ու մորը եւ միանա իր կնոջը։ Այո։ Ես կարծեմ այդ մեսեջը լավ չի փոխանցվում։ Դե դա նշանակում է, որ ընտանիքի մեջ ընտանիք չի ձևավորվում։ Այսինքն զույգերը, երիտասարդ զույգերը, ես օրինակ ավելի կողմնակից եմ եւ նույնիսկ հրախուսում եմ, որ ամուսնացան երիտասարդները ճիշտ է, որ իրենք առանձին ապրեն։ Բայց հիմա այնպես չի, որ դա միանշանակ օրինաչափություն է։ Օրինակ ես այդպես չէ, ես ապրում եմ իմ ծնողների հետ եւ շատ նորմալ ու բնական եմ դա դիտարկում, բայց եթե նույնիսկ զույգը ապրում է իր ծնողների հետ, դա չի նշանակում, որ իրենք չեն կարող առանձին ընտանիք, առանձին մի հարկի տակ ապրել, չեն կարող առանձին ընտանիք կամ առանձին միավոր լինել, բայց երբ որ ընտանիքի մեջ ձևավորվում է ընտանիք, այդ ընտանիքը միշտ անհաջողության է մատնված, այսինքն ծնողները չպիտի խառնվեն, կարան խորհուրդ տան, կարան օգնեն, կարան աջակցեն, բայց երբ որ օրինակ ասենք ես абսուրդ այդպիսի օրինակ եմ տեսել, երբ որ ամուսնացած զույգը երիտասարդ տղայի մորից թաքուն էր գնում սրճարան
ամուսնացած ամուսիններ են գնում էին սրճարան կամ ինչ-որ մի զվարճանքի վայր, բայց այնպես որ տղայի մայրը հանկարծ չիմանար դրա մասին, որտեղ դա սկանդալ էր։ Ես անկեղծորեն ես հիմա որ նույնիսկ ասում եմ, չեմ հավատում, որ կարա այդպիսի բան լինի, բայց ես ինքս դրա ականատեսն եմ եղել։ Այսինքն այս պարագայում էլ սահմանազատման խնդիր ունենք։ Այո, դերերի պաշտպան, եւ ես այդտեղ շատ կարևորում եմ տղամարդու դերը։ Եթե տղամարդը իր տեղում է, ինքը կարող է իր մայրիկին էլ ասել, քո սահմանը այս սահման չասեմ, բայց այդ մոր նկատմամբ սերը, կնոջ նկատմամբ սիրո հետ հեչ կապ չունի եւ դրանք տարբեր բաներ են եւ մեկը մյուսին չեն խանգարում, ընդհակառակը։ Եթե դու քո տեղում ես իբրև տղամարդ, այդ երկուսը իրար լրացնելու են եւ դուք շատ ավելի երջանիկ ընտանիք եք ունենալու։ Ես հարց ունեմ այստեղ այդ դեպքում։ Մենք ստացվում է, որ զրույցի ընթացքում անընդհատ փնովում ենք տղամարդուն եւ կարծես տղամարդու դերը ամուսնալուծության մեջ շատ մեծ, այսպես կարեւորություն ունի։ Ստացվում է մեծ վերքը իրենն է։ Չեմ կիսում։ Ասեք։ Գիտեք, ես մի շաբաթ կամ գուցե 10 օր առաջ ունեցել եմ դեպք ալկոհոլիզմի եւ խաղամոլությամբ տառապող մի երիտասարդի, տարիքն էլ չեմ ուզում ասեմ, բայց բավական երիտասարդ, ամուսնացած է, ունի երեխա ընտանիքում եւ այդ քաշքշոցի մեջ, որտեղ մաման ու կինը որոշում են ճշտենով ավելի կարևոր է տղամարդու կյանքում, ինքը ինձ թվում է գտել է ելք արբեցողությունը երբ որ մենք զրուցում ենք հոգեբանի մոտերին հայցել են եւ իրան բերել էին խաղամոլության պատճառով ինքը ասում էր որ ինչ անեմ դանակը վերցնեմ երկուսին էլ սպանեմ որ հանգստանամ չգիտեմ ինչ անեմ այդ անելանելի վիճակի մեջ էր եւ Ստեղով է մեղավոր իրականում բայց մենք դատարան չի որ որոշենք ով է մեղավոր։ Դե հասկանանք, լավ գոնե։ Բայց մի հատ կարևոր բան կա, որ ամուսնալուծության մեջ շատ անգամ եւ ընդհանրապես ընտանեկան կոնֆլիկտների մեջ շատ անգամ դրսևորվում է այն, ինչ որ մարդը ապրել է իր հայրական ընտանիքում, կամա թե ակամա, առանց գիտակցելու, ինքը բերում է իր նոր ստեղծած ընտանիք։ Խնդիրներով գալիս է։ Խնդիրները, ես շատ անգամ ա եղել, որ դժգոհություն է ներկայացրել հարաբերության ընտանիքի մեջ։ Ես հիշում եմ, մի մարդու հետ էի խոսում, որ ինքը ուզում էր իր տղային էին բերել, տղան 20 տարեկան էր, ուսանող էր, ընտանիքի հետ շփում չուներ, ամբողջ օրը համակարգչի մեջ էր եւ արդեն աստիճանաբար շփումները վատանում էին այնքան, որ ինքը համասաներ չէր գնում, դասեր չէր գնում։ Մի խոսքով երկար քաշքշությունից հետո ինքը որոշել ասել հա ես կգնամ հոգեբանի մոտ եւ երբ որ մենք պարզեցինք, որ հոր եւ տղայի միջև հարաբերությունը չի ստացվում, կոնտակտ չկա, իրանք մենակ ագրեսիվ են իրար հետ խոսում, ընդհանուր մինչև կավա 19 տարեկան մի տարի առաջ հայրը իրան խփել է եւ երբ որ ես հոր հետ առանձին զրուցում եմ, ասացի մի քիչ կհիշեք, դուք ձեր հոր հետ ինչ հարաբերություն եք ունեցել։ Ինքը սկսեց լաց լինել, ասաց, որ նույն հարաբերությունը, ինչ որ հիմա ես իմ տղայի հետ եմ ասում եմ ժամանակ ինչ էի կզգում, երբ որ ձեր հայրը ձեր հետ վատ էր վարվում, չէր գնահատում ձեզ, անընդհատ մենակ վիրավորում էր բան։ Ասում եմ շատ վատ է զգում, ասում եմ չի նույնը անում, ձեր տղայի նկատմամբ, չէ՞ դուք դրա միջով անցել եք։ Ասում եմ ես առաջի անգամ եմ հիմա հասկանում, որ այդպես եմ վարվում։ Նորից եկանք նրան, որ տղա երեխաներին դաստիարակելու խնդիր ունենք, հա, այս պահին հաստորեն։ Ոչ մի հա, երեխա դաստիարակելու, լավ, բայց մասնավորապես տղա, որովհետև զրույցը եկավ հասապեն կետին։ Ինչու տղա, որովհետև ես օրինակ շատ հաճախ եմ անում, գուցե որևէ գիտական թեզին չի համապատասխան կամ չի ենթարկվում որևէ նման քննության, գիտական գուցե, չգիտեմ, բայց ես միշտ ասում եմ, որ տղաները կարող են լինել խելոք։ Կանայք լինում են խելացի։ Բայց տղան խելոքա միայն այն դեպքում, երբ որ կնոջ խելացիությունը գնահատում է։ Սա շատ կարևոր է տղամա։ Ես դա տեսնում եմ նաև մեր հոգևոր ծառայության մարդկանց այդ շփումների արդյունքում։ Եվ այո, ես շատ հաճախ տղան, որ գալիս են տղան մարդիկ, ասում են այսինչ կամ այնինչ աղջկան կամ կնոջ ընտրել եմ, ուզում եմ ամուսնանամ եւ այլն, արդյոք ճիշտ է իմ ընտրությունը, ինչպես իմանամ, որ սա հենց իմ կեսն է եւ այլն եւ այլն։ Ես միշտ ասում եմ, առաջինը դու ինքդ որոշի, ով է լինի քո կինը, եթե դու ընտրել ես ինչ-որ մեկին եւ կա փոխադարձ համաձայնություն ընտանիք կազմելու, դու որոշի
այդ կինը ում որ դու ընտրել ես, դու էլ իր հետ միասին լինել եք երջանիկ։ Այդ որոշումը կայացրեք ձեր մեջ նորամուր։ Ով ուզում է լինի քո կին, այդ կարևոր չի։ Կարևորը որ դու ունես ներքին այդ որոշումը, պատրաստակամությունը, որ քեզանից շատ բան է կախված իբրև տան տղամարդ։ Այդ շատ կարևոր է։ Եվ այս առումով այո, ես տղամարդկանց դերը շատ ավելի կարևոր եւ այո, շատ հաճախ ես քննադատում եմ ավելի շատ տղամարդկանց։ Դա չի նշանակում, որ կանայք սխալներ չեն անում կամ մեղավորություն չեն ունենում, բայց գլոբալ առումով այո, շատ հաճախ ես քննադատում եմ տղամարդկանց։ Իսկ մայրերին, որ դաստիարակում են տղա երեխաներ, մասնավորապես տղա երեխաներ, ինչ խորհուրդ կտաք։ Ուղղակի սեր տան, ինչքան կարող են սեր տան իրենց երեխային եւ այդ երեխային, ինչպես ես արդեն ասացի, չդիտարկեն իրանց այն ինչ որ իրանց ամուսնուց չեն ստացել, իրանց տղա երեխայից պիտի ստանան, էմոցիոնալ առումով, հոգեվոր առումով եւ այլն։ Իսկ իրանց զավակին ընդհանրեն իրենց որպես երեխա ինչքան կարող են սեր տան ու տղա երեխային սովորացնեն նրբանկատություն, ուշադրություն եւ շատ սիրելու կարողություն սովորացնեն։ Վիճակագրության անդրադառնանք։ Անցնենք, այո։ Մի քանի խնդրահարույց վիճակագրական տվյալներ կան, մեկը այն է, որ այս տարի 7%-ով ավելացել է ամուսնալուծությունների թիվը։ Բացի դրանից Հայաստանում ամուսնության միջին տարիքը աճել է նախկինի համեմատ, այսօր միջին հաշվով 29 տարեկանում կանայք են ամուսնանում, 33 տարեկանում տղամարդիկ Հայաստանում։ Բացի դրանից ամեն 100 ամուսնությունից 33-ը ավարտվում են ամուսնալուծության միջին հաշվով, Երևանում դա 45 է, 46։ Այսինքն այդ ինչ որ աշխարհում տեղի է ունենում, որքան ավելի ուրբանիզացված է տվյալ բնակավայրը, այնքան ամուսնալուծությունների թիվը բարձր է։ Եվ այդպիսի ոնց որ տարածված կարծիք կա, որ ամուսնալուծությունը խարան չի, ասենք զարգացած երկրներում, դրա համար մարդիկ հեշտ ամուսնանում են, հեշտ էլ բաժանվում էին։ Նախկինում գոնե այդպես էին ասում, իսկ հիմա նույն բանը բարձրորեն չենք տեսնում մարզերում, բայց տեսնում ենք Երևանում։ Մի վատ տվյալ կա, որ ես դրա մասին միշտ խոսում եմ, բայց եք 2 տարի առաջ մենք նաև զբաղվում ենք դատահոգեբանական փորձաքննությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնով։ Պարզվում է Հայաստանում բոլոր սպանությունների 17.5%-ը տեղի է ունենում ամուսնության ընտանիքի ներսում։ Պատկերացնում եք դա ինչ թիվ է։ Մենք ամբողջ աշխարհին ներկայանում ենք որպես լավագույն ընտանիք ունեցող ազգային միավոր, որ ընտանիքը դա մեր գլխավոր ոնց որ արգասիքն է, դա մեր ապագայի գրավականն է եւ այլն, բայց պետք է մտածենք այդ թվերի մասին։ Իհարկե կարող եք հանգստանալ որ նրանով, որ Ճապոնիայում ընտանեկան բռնություն ավելի սարսափելի թվեր ունի, քան թե Հայաստանի Հանրապետություն, բայց ես կուզենայի, որ մեր հետևողները, ունկնդիրները, հեռուստադիտողները, ովքեր չգիտեմ ոնց է կոչվում ձեր բարակայում, Հեռուստադիտող ասենք։ Այո, ուշադիր լինեն, ինչ որ դուք անում եք, հատկապես ես հենց հիմա մի հատ գործ եմ նայում, դա հոգեբանական փորձաքննություն, որտեղ այդ մարդը ուզում է անպայման կնոջը զրկի մայրությունից։ Բայց դա սարսափելի բան է, որ ինքը պլանավորում է անել։ Եվ երբ որ ես իրեն բացատրեցի, հիմա մի քիչ ավելի ոնց որ զգուշությամբ վերաբերում այդ հարցին, եւ այս բանի մեջ ես տեսնում եմ իրենց երկուսի հարաբերության վրեժ խնդրությունը, բայց այդ վրեժը այնքան ցավալի հետևանք կարող ունենալ երեխայի համար, որ ես կուզենայի առաջին հերթին դիմել մեր այդ հեռուստադիտողներին, երբ որ դուք այլևս իսկապես չեք կարող միասին համատեղ կյանքը շարունակել, որպես կանոն հոգեբանները կարծում են, որ նույն հարկի տակ ամեն օր իրար տրավմա փոխանցել ավելի սարսափելի է երեխայի համար էլ իրենց համար, քան թե առանձնանալը։ Միգուցե պետք է մի քիչ ժամանակ վերցնեք, մի ամիս առանձին ապրեք, հասկանաք, ուզում եք բաժանվեք, թե չէ։ Եվ երկրորդը, եթե դուք այնուամենայնիվ որոշեք բաժանվեք, դա այնպես արեք, որպեսզի դրա պատճառով ձեր երեխաները, ձեր շրջապատը, ձեր ընտանիքի մյուս անդամները, կարևոր մարդիկ չտուժեն։
կարող ենք համարել, որ գոնե այսօրվա երիտասարդությունը, որ այդքան շատ ամուսնալուծվում են, շատ արագ ամուսնանում ու ամուսնալուծվում են, ավելի շատ դրանով փախչում են խնդիրներից, քան փորձում են լուծումներ գտնել։ Չեն կարող դա բոլոր դեպքերին այսպես դարձնել որպես գլխարկ, ասել բոլորը խնդիրներից փախչելով ամուսնանում են կամ հետո բաժանում են։ Ես չեմ տիրապետում գոնե կամ գիտական հետազոտության, որ դա բացահայտել է կամ որևէ ստատիստիկ տվյալներ, բայց մի բան փաստ կա, որ 24 թվականին գրանցված 4827 ամուսնությունից Հայաստանում չէ, Երևանում 2336-ը ամուսնալուծվել են։ Մեկ տարվա ընթացքում մի տարվա մեկ տարի էլ չեն ապրել։ մի տարվա գրանցվածների մեջ, որ ամուսնությունը գրանցվել, եւ սա ամուսնալուծությունը պարտադիր չի այդ տարվա, չէ, մենք խոսում ենք այդ տարվա ընթացքում գրանցված ամուսնությունների եւ ամուսնալուծությունների թիվը, ոչ թե այդ տարի ամուսնացան ու շուտ բաժանվեց, ինչ է։ Հասկացա՞ք։ Մենք պաշտոնական վիճակագրություն ենք ներկայացնում, թե այդ տարվա մեջ քանի ամուսնություն է պաշտոնապես գրանցվել եւ որ քանիսն են, որ որոշել են խարխալել իրենց ընտանիքները։ Դե ամեն դեպքում շատ վատ թվեր են։ Ինչ լուծումներ ենք տեսնում։ Ինչպես օգնենք ինքներս մեզ ամրացնենք, էլ ավելի կայուն, չէ՞ որ այս ամեն ինչը ի վերջո մեր հայրենիքի հիմքն է, արմատը, զորությունը, որովհետև յուրաքանչյուր ընտանիք մի շատ կարևոր բջիջ է մեր հայրենիքի Հայաստանի համար։ Ինչ է պետք մեզ, ինչի կարիք ունենք։ Ուրեմն ավետարանը շատ հստակ մեզ տալիս է այդ օրինակը։ Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղված իր նամակում մի հատված ունի, որտեղ կոնկրետ խրատներ են, հորդորներ են ամուսիններին։ Ինչ է ասում եկեղեցին, երբ որ պսակում է զույգին։ Ասում է, որ մենք ձեզ պսակում ենք այն խորհրդով, ինչպես որ Քրիստոս միացավ եկեղեցուն։ Մենք ասում ենք Քրիստոս փեսան է, եկեղեցին հարսն է։ Եվ Քրիստոս ասում է, Պողոս առաքյալը այնտեղ իր նամակի այդ հատվածում առաջինը խոսք ուղղում է կանանց, կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես Տիրոջը պիտի հնազանդվեիք, ինչպես եկեղեցին Քրիստոսին է հնազանդվում, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին թող հնազանդեն։ Սա շատ կարևոր է։ Այստեղ հնազանդ բառի վրա ենք միշտ կենտրոնանում մենք, մանավանդ այդ պսակադրության արարողության ժամանակ, այսպես տղայի կողմը կամ ծնողները անդադ սպասում են, թե իրենց ապագա հարսը երբ պիտի հնազանդեն, որ իրենք հանգիստ լինեն։ Այդ մի քիչ աբսուրդ է, իրականում աբսուրդ է եւ թեկուզ երբեմն դա կատակի են վերածում, ես օրինակ այդ երևույթի նկատմամբ շատ անհանդուրժող եմ, ես միշտ ասում եմ, որ այդ հնազանդ բառի տակ շատ ավելի մեծ խորհուրդ կա, քան թե դուք պատկերացնում եք, քան թե ուղղակի այդ որ, ահա, ասեց հնազանդ են, վերջ սրանից դու մեր ստրուկն ես։ Այս հոգեբանությունը դատապարտելի է։ Եվ շարունակության մեջ շատ ավելի երկար հատված, նույն Պողոս առաքյալը ամուսիններին է խրատ տալիս, ասելով, որ ձեր կանանց սիրեք այնպես, ինչպես Քրիստոս սիրեց իր եկեղեցին, եւ իր կյանքը տվեց եկեղեցու համար Քրիստոս։ Այդ տղամարդը տեր լինել, այդ կյանքը տալն է, ոչ թե հրամաններ տալն է։ Եվ ասում է, որ ինչու համար Քրիստոս իր կյանքը տվեց հանուն եկեղեցու փրկության, որ եկեղեցին իրեն ներկայանա առանց թերությունների, կատարյալ, սուրբ, մաքուր։ Այդ տղամարդու դերը իր կնոջը այդպես պահելն է, որ իր կինը լինի լիարժեք, լինի սիրով լցված եւ լիարժեք լինի այդ կնոջ կյանքը։ Էսա տղամարդու դեր։ Տղամարդկությունը սա է, ոչ թե հրամաններ տա ու սպասի կինը ստրուկի պես կատարի։ Եվ ես շատ հաճախ հատուկ շեշտադրում եմ տղամարդկանց, որ ամուսնանում եք, այս հատվածը ձեր մտքում միշտ պահեք եւ հետևեք այսօր, որտեվ ասում է հետո իր կնոջը սիրող ինքն իրեն է սիրում։ Այս շատ կարևոր եւ շատ հրաշալի խոսքեր են պատգամ եւ լուծում յուրաքանչյուր ընտանիքի համար, եթե այս խրատը լսեն ու առաջնորդվեն այս ճանապարհով։ Ու սա շատ ես ասում եմ, մեր կյանքի բոլոր խնդիրների մեջ լուծումը սերն ու ազատությունն է։ Մարդը պետք է ունենա սեր, սիրի անշահախնդիր, այնպես ինչպես Քրիստոս սիրեց մեզ, աշխարհը, մարդկանց, բոլորին, որևէ պայման չդնելով։ Ինչքան հրաշալի է սեր, ինչքան ազատություն կա այս սիրո մեջ։ Եվ ի վերջո, եթե չեք սիրում, ինչի եք ամուսնանում այ մարդ։ Դե որովհետև շատ հաճախ մենք այդ սեր ասվածն չենք հասկանում ինչ է։ Մենք սիրահարվածություն սերը շփոթում ենք իրար։
չգիտեմ, այդպես պետք է, մենակ է մնացել, ժառանգ եմ ուզում, այնքան sense պատճառներ կան, որ անհասկանալի է։ Աբսուրդային։ Դուք ինչ կասեք։ Դեք շատ բան կա ասելու, բայց փորձեմ մի քանի հստակ այդպես հաղորդագրություններ ձևակերպել։ Մեկը ես ուզում եմ, որ մեր հետևողը իմանա, որ մարդուն փոխել գրեթե անհնար է, եթե դա խառնվածքի տիպն է այդպիսին։ Մեր կոնֆլիկտների, ընտանեկան խնդիրների մեծ մասը առաջանում են այն պատճառով, որ մեկը ինչ-որ մեկին ուզում է փոխի, կինը ուզում է ամուսնուն փոխի, ամուսինը ուզում է կնոջը փոխի, մենք ուզում ենք երեխաներին, եւ դա նույնն է, որ մենք ջղայնանանք, որ ինչի է այս մարդու աչքերի գույնը այդպեսին, դա անձի տիպն է։ Ես կուզենայի, որ մինչև ինչ-որ բան վերահսկելը այ մեր խնդիրը կռիվը գնում է դրա համար, ով է ղեկավար, ով է իշխելու, տիրելու եւ իշխանության զավթման ինչ-որ խնդիր ամբողջ բոլոր հարաբերություններում մինչև քաղաքական, գլոբալ եւ այստեղ ես կուզենայի վստահ լինեք, որ արդյոք դուք ուզում եք վերահսկել մի բան, որը ձեր վերահսկողության մեջ է, թե դրանից դուրս եք ուզում ինչ-որ բան։ Եթե դրանից դուրս է, ընդունեք մարդուն այնպես ինչպես ինքը կա։ Եթե կարող եք սիրել նրան այնպես ինչպիսին որ դուք նրան տեսնում եք կամ հասկացել եք, ընդհանուր մինչև նրա, ասենք, այս կամ այն թերությունները։ Եվ այդ դեպքում ավելի պակաս դժվարություններ կլինի, որովհետև դուք չեք տանջվի թեմայի վրա, որ ինչ եք անում, որ վերահսկեք անվերահսկելին։ Դա նույնն է, որ հիմա ես ջղայնանում, թե ինչ է, ասենք, այսօրվա եղանակը անձրևային կամ արևային, դա իմ վերահսկողության մեջ չի։ Եթե կարողանաք հստակեցնել, որ որն է այդ մարդու անձնային հատկանիշները եւ ինչ եք դուք դրա հետ անում, եթե դա անհամատեղելի է ձեր արժեքային համակարգում, պարզ է, որ ոչ ոք չի, ոչ մի հոգեբան, ոչ մի հոգեվորական չի կարող դեր ամուր կապել, ասել, չէ, դուք եկեղեցով ամուսնացել եք, պսակվել եք, ուրեմն պետք է միասին մնաք։ Ոչ, եւ շատ անգամ կանայք, որ չեն ուզում խուսափում են ամուսնացությունից, իրանք ասում են, ես վաղուց կբաժանվեմ, բայց երեխայի պատճառով մնացել եմ։ Հետո մենք որ խոսում ենք, տեսնում ենք, որ երեխայի պատճառով չի որ մնացել, որտեղ երբ որ իսկապես խնդիրը հասնում է այդ կետին, մարդիկ չեն նայում երեխաներին կամ երեխային կամ որևէ բանի ֆինանսներին չեն նայում։ Եվ ուզում եմ, որ նաև երկրորդ կարևոր հանգամանքը, որ լավ կլինի դուք խոսքով ասեք, թե ինչն է ձեզ մտահոգում դուրս գաք այդ դատավորի խիստ մեղադրյալի դերի մեջ դնել, հա, մեղադրողի, տեսակ գիտեք, մարդիկ իրար հետ խոսելուց ընդհանրապես մեզանում շատ կա այդ հանգամանք, հատկապես ընտանիքում եւ նույնիսկ երեխաների նկատմամբ մի եղեք այդպես դատավորական տոնով, որտեղ դուք իրան ինչ որ բան եք դատապարտում եք ինչ-ինչ հարցերի վերաբերյալ։ Ընդհակառակը ես կուզենայի փորձեք ասել, թե դուք ինչ եք զգում այս կամ այն պատճառով։ Եթե երեխան մի բան էպես չի անում եւ դուք իրեն ասեք, ես ինձ վատ եմ զգում, որ սենյակը թափթփված է, ինքը կարող է հավաքի, բայց որ ասեք արագացրու հենց հիմա, մինչև չհավաքես չես գնում, ինքը նենց է ձեր հետ հակառակվելու եւ ձեր այդ կամուրջը, սիրո կամուրջը ամբողջովին խախլվելու է, որովհետեւ դուք արդեն իրան կոպիտ բառեր եք ասում այդ ժամանակ, ինքը սկսում է մտածել, բայց եթե մաման ինձ սիրում է կամ պապան ինչ ոնց կարող է ինձ նման բան ասի եւ այս շատ կարեւոր հանգամանքներ կան, որ եւ մի հետաքրքիր բանն էլ կա, որ շատ անգամ ընտանիքում տրավմաները, ստրեսները կամ սրում են այդ կոնֆլիկտային հարաբերությունը, կամ ընդհակառակը իրանց միացնում են, ասենք թե խնդրահարույց երեխա կա, միանում են, որպեսզի երեխային սկսեն խնամք տանել, օրինակ ծանր հիվանդություն ալինում կամ բան։ Բայց կան դեպքեր, որ այդ պատճառով մեկը բաժանվում է։ դուրս է մնում, այդպես շատ։ Երևի թույլ օղակը։ Այդ դեպքերում թույլ օղակն է դուրս մնում, որ վախենում է պատասխանատվության տակ մտնել։ Չի բացառվում, դա
լինի այդպիսի ռացիոնալ բացատրություն։ Շնորհակալ եմ ձեզ շատ ծավալուն ու բարդ թեմա է իհարկե, ես շատ կուզենայի մենք երկար ժամանակ ունենայինք երկու այս հրաշալի խոսքով լեցուն բովանդակային տեսակետները լսելու շարունակաբար եւ խրատող, եւ կրթող, եւ սովորեցնող, բայց որպեսզի թեման այսպես ծանր տրամադրություններով չփակենք, ուզում եմ սիրո մասին ձեր խոսքը ասեք շատ ամփոփ։ Ինչ է սերը, ինչպես արտահայտել այն։ Ես սկսեմ, որ սերը ինձ թվում է արժեք է, որը չեն կարող վաճառել կամ փոխանակել, ինքը սեփականաշնորհման չի ենթարկվում, ինչպես որ նյութական արժեքները, եւ ինքը մեզ օգնում է, որ մենք ապրենք, արարենք, հավատանք մեր ապագային, եթե չունենք սեր կամ ինչ որ պատճառով զրկվում ենք սիրո մի տեսակից, մեր մոտ անմիջապես բացասական հույզեր են առաջանում։ Այսինքն սերը մեր ապրելու էներգիա տալու գրավականն է։ Սերը հոգեվիճակ է։ Սերը զգացմունք չէ, սերը հոգեվիճակ է եւ շատ հաճախ ես առիթ եմ ունենում մարդկանց ասելու, ոչ թե սիրեք, այլ սեր եղեք, այս ամենակարևոր պայմանն է մեր կյանքի, որովհետև ասել սիրել շատ տեսական է ձևակերպում, ամեն մեկը իր պատկերացումն է սիրո մասին, մեր ամենամեծ խնդիրը սեր լինելն է և դիմացինի սեր տալն է, ինչպես որ Քրիստոս եկավ աշխարհ, ինքը սեր էր և այդ սերը առատորեն բաշխեց մեզ, բայց սերը երբեք չսպառվեց։ Շնորհակալ եմ շատ։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք Հայը հաղորդման երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկումը ամուսնալուծության մասին էր։ Գրեք ձեր մեկնաբանությունները եւ իհարկե սեր եղեք, ինչպես Տեր Եսային է մաղթում։ Շատ կարևոր է նաեւ, որպեսզի բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որ բաց չթողնեք հերթական թողարկումը, հրաշալի թողարկումները մեկը մյուսից լավն են, ինչպես արդեն տեսնում եք։ Ես Էլանի Զաքարյանն եմ։ Կհանդիպենք։